Քանի ամիս առաջ իմ մյուս մեքենան են եւ ջարդել են մեքենան եւ այրման փորձ ա եղել։ Դա նախորդ դեպքներ, եթե չեմ սխալվում, 3 ամիս, 4 ամիս առաջ է տեղի ունեցել այդ դեպքը։ Ես դրանից առաջ էլ մեքենայից էլի գողություններ եղել են, բայց այսօրվա դեպքը կոնկրետ ես միտում եմ տեսնում, որովհետև մեքենայի մեջ եղել է իմ հեռախոսը, մյուս հեռախոսը մեքենայի մեջ ա եղել, ես հենց եկել եմ առաջին այդ եմ նայել, հեռախոսը տեղում էր, կոնկրետ դիմապակին են, այս կողային հայելին են ջարդել, կողապակին են ջարդել, եւ ես նախնական գնահատականներ չեմ ուզում տամ, բայց քանի որ դեպքերը հետեւյալ կերպ են զարգացել, նախ առաջինի մեքենան այրելու դեպքը, հիմա էլ արդեն կոնկրետ ջարդելու դեպքը, դա թույլ է տալիս ինձ որոշակի ենթադրություններ անել, որ սա կապված է նաեւ իմ քաղաքական գործունեության հետ։ Այսինքն, եթե նախորդ դեպքը չի բացահայտվում, մինչև հիմա չկան մեղավորներ, չկան այն մարդիկ հայտնաբերված, որոնք որ այդ դեպքը կատարել են, եւ հիմա էլ համոզված եմ, որ որևէ մի կերպ մեղավորները չեն պատժվելու, որովհետեւ բազմաթիվ, կրկնում եմ, նման դեպքեր ա տեղի ունեցել իմ հետ, արդեն հաշիվը կորցրել եմ, քանի անգամ նմանատիպ կամ գողություն, կամ վնաս տալու կամ ինչ-որ ինձ մեսիջներ փոխանցելու դեպքեր։ Եվ հիմա ես սա այսպես չեմ թողելու, մեղավորները անպայման պիտի պատժվեն, եթե իրենք չեն կարողանում գտնել այդ հանցագործներին, ուրեմն ստիպված մենք ենք այդ գործով զբաղվելու, այսինքն կան այստեղ բազմաթիվ տեսախցիկներ կան, տեսնում եք, այս նորակառույց շենքի վրա էլ կան տեսախցիկներ, շենքի վրա էլ կան տեսախցիկներ, այս տարածքը առնվազն 10 տեսախցիկ կա, անցած դեպքի ժամանակ էլ այդ տեսախցիկները եղել են, ուրիշ տեղեր են, որ արվել եղել են, այսինքն եթե ուզենան գտնեն, կգտնեն, եթե չեն ուզում գտնեն, կարան 1000 մի հատ պատճառ բռնեն չգտնելու, այսինքն սա ինչ է, իր բեսպրիձել է, քիչ մի թալանում են, մարդկանց նյութական վնաս են տալի, հիմա էլ արդեն անցել են բարբարոսության, ջարդելու, փշրելու, ավիրելու, ինչ են ուզում սրանով ասել։ Ուր է ոստիկանությունը։ Մեկ գիշերը ես տեսնում էի Սամվել Կարապետյանի դատին էի, տեսնում էի հարյուրավոր, հազարավոր ոստիկաններ։ Դուք տեսեք ինչքան ոստիկան կար։ Ուր է բարեկային ծառայությունը։ Ուր են այն մարմինները, որոնք որ պետք է օր ու գիշեր այս փողոցներում, բակերում շրջեն տեսնեն այդ ապահովեն անվտանգությունը։ Մարդիկ ապահով չեն ապրում։ Մարդիկ, ես միայն իմ համար չեմ ասում, նաև մեր մի շարք հայրենակիցներ, իմ հարևաններ էլի նմանատիպ դեպքեր եղել են, երբ որ գողության դեպքեր են եղել, գողությունը կարծեք թե դարել է ամենօրյա, բայց այն որ արդեն բեսպրիձելն է դարել ամենօրյա, ես դա արդեն ինձ համար բան է, էլի, կարմիր գիծ է, էլի, հասկացանք, ոչ գողին եք կարողանում բռնեք, ոչ էլ այս հանցագործներին, որոնք որ մարդկանց գույքերն են վնասում կամ չէ, ես գիտեք ինչ, այնպեսի տպավորություն ստեղծվի, որ ես փորձում եմ սա քաղաքականացնել, բայց եթե կրկնում եմ, հանցագործները չեն գտնվում նախորդ դեպքերի հետ կապված, ուրեմն ես սկսում եմ որոշակի ենթադրություններ անել։ Եվ չգիտեմ, իրավապահ համակարգիչով զբաղված, ում անկողին մտել, դուրս չի գալիս, ով չգիտեմ, ով հետ է քնում, ով հետ է վեր կենում, կոնկրետ դեպքեր կան, որոնք որ չեն բացահայտվում, եւ այդ չբացահայտում բերում է նոր հանցագործությունների։